Սիրելի ժողովուրդ, հաջորդ ելույթ ունեցողին այստեղ ներկայացնելու կարիք չկա։ Ինքը հիմա կգա եւ մեզ կներկայացնի։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյան։ Ամեն առավոտ այս հրապարակ մտնելիս քեզ նայում եմ ներքևից վերև, հպարտանում եւ զգաստանում։ Քեզ խաղաղություն ենք բերել, որ ծածանվես կապույտ երկնքի ներքո իմ պայծառ եռագույն։ Վանաձոր, սիրելի լոռեցիներ, ջերմ ողջույններ ես բոլորիդ։ 5 տարի առաջ մղձավանջի մեջ ձեր ձեռքը պարզեցիք դեպի մեզ եւ 5 տարի անց վերադարձել ենք հայքի հրապարակ ձեզ ասելու, որ ձեր ձեռքն օդում ձեր քվեն գետնին չենք թողել, վերադարձել ենք խաղաղությամբ, առողջության ապահովագրությամբ, բարձրացված կենսաթոշակով, 300 դպրոցով, 500 մանկապարտեզով, 5000 կիլոմետր հիմնանորոգված ճանապարհով, գերժամանակակից սպառազինությամբ ու դարձավ մեր Հայաստանն իրական։ Քանի որ մենք ազնիվ ենք մեր նպատակներում եւ անսահմանափակ մեր երազանքներում։ Կալուգացի, թիմակիցներդ քեզ համար ուզում են լոռեցուն գնել կոլապեր ռաշկի բաժանելով Լոռու մարզում։ Լոռեցին քեզ համար գնելու է Կալուգայի տոմս հունիսի 7-ին ընտրական տեղամասում։ Ես 10 տարի Երևանի փողոցներում զգացել եմ եղբորդ իշխանության ծանր մահակներն իմ մաշկին։ Հունիսի 7-ին դու զգալու ես ժողովրդի իշխանության բռունցքը քո ծնոտին։ Քո եռագույնն ու իմը տարբեր գույներ ունեն։ Ես քեզ Հայաստան չունեմ տալու, այս հրապարակը քեզ Լոռի եւ Հայաստան չի տալու։ Մեր երկիրը դարձրել էին էս երկիր, երբ աշխատանքն ու չարչարանքը, պաշտոնն ու փողը դարձան հոմանիշ, երբ գիտնականը մուրացկան, իսկ մարդակերը ղեկավար դարձավ, երբ վերարտադրվեցին ընտրություններով, բայց ոչ ընտրվելով, երբ զբաղեցրին պաշտոն, չդարձան պաշտոնյա, երբ մեզ առան 10,000-ով, հետո էլի 10,000-ով, հետո արդեն 20,000-ով, հետո գնացին երկրից 20,000-ներով, այդպես մեր երկիրը դարձրին էս երկիր։ 1992-2018 թվականներին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած 3 անձանց, նրանց աշխատակազմերի ղեկավարների, պատգամավորների, պաշտոնավարման 25 տարում, պաշտոնական տվյալներով, երկիրն անվերադարձ լքել է 1,089,000 մարդ, 9,125 օր շարունակ, երկիրն անվերադարձ լքել է ամեն օր 119 մարդ, Լոռու մարզի Արդվիկ գյուղում ապրում է 105 մարդ, Ջիլիզայում 98, Կարմիր աղեքում 110, Ահնիձորում 115, 9,125 օր շարունակ ամեն օր դուք արթնացել ու դատարկել եք մեկ Արդվիկ գյուղ, հաջորդ օրը Ահնիձորը, երրորդ օրը Ջիլիզան, 1,089,000 մարդու համար դուք Հայաստանը դարձրիք ճանապարհ, որը տանում էր միմիայն Զվարթնոց օդանավակայան։ Իրենց հետևից թողեցին մարդաբոյ փոցերով ճանապարհներ, որոնց վրա դուռ դներ պատրաստի պատվալ էր։ 10 տարի վթարային դպրոցներում նստել ենք ճկված առաստաղների տակ, տանից վառելափայտ տարելու ցելոֆանով փակել պատուհանները, որ դասասենյակում չդողացնենք։ Փլատակներ թողեցին վիրահատվելու համար տուն վաճառելու, տուն վաճառող քաղաքացու համար։ Զինվորի առաջնագծի տեսադիտարկման համակարգի փոխարեն կանսերվի ղութիկ կախեցին։ Զինվորի ամրաշինական կառույցի քարը բետոնն առանձնատուն դարձրին։ Եվ իրենց քեֆերին առաջարկեցին ոտնկայս խմել զինվորի կենացը։ Իսկ այդ քեֆերի հաշիվնով փակեց զինվորը։ Շատերը ցավոք իրենց կյանքի գնով։
Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում էր, հանդիպել էր 44-օրյա պատերազմում երկու ձեռքը կորցրած զինվորին Կարենին։ Կարեն, ինչի չհարցրիր, Ռոբիկ, ինչի են ձեռքերս երկաթից, ինչի իմ երկաթ բետոնի ամրաշինական կառույցի փողը բանկային հաշվից դարձավ 220 միլիոն դոլար, որը դատախազությունը բռնագանձման է դրել։ 220 միլիոն դոլարը քո 7538 տարվա աշխատավարձն է։ Ռոբերտ Քոչարյան, այ Բորենի, առանձնատներիդ ամեն քարը մի զինվորի կյանք է։ Մեծ մարտահրավերների ու փոքր մարդկանց ժամանակներ էին, որոնց օղակը քաշած նռնակը պայթեց մեր ձեռքին 2020-ին։ Հետո ասեցին գնացեք Սոֆիա բանակցեք, գնացին Եվլախ, եկան Երևան, երգեցին Ստեփանակերտ։ Մեզ էլ պատմականի ու իրականի խաչմերուկում առաջարկում էին պատմականը ընտրել, ուրվականը, գոյություն չունեցողը, որ հետո էլ մենք երգենք Երևան։ 2018-ը մի բանի մասին էր։ Քաղաքացու ձեռքերը հասան պետության ղեկին։ Ղեկը ձեռքից բաց չթողնեք 2026-ին։ Ու հիմա նայում ես ովքեր են մարզում սրանց համար կոլապերաշկի շալվար բաժանում։ Սերժի դեմը չոքացների լոռու մարզային հավաքականն է։ ՀՀԿ-ի պահեստայինների նստարանը դարձել է սրանց մեկնարկային կազմը։ Քովիդի պիկ օրերին Օձունից մի քաղաքացի իջել էր Ալավերդի կապի օպերատորներից մեկի գրասենյակ աշխատողը ջղայնացած ասում է դե մասկա դիր էլի, ասում է որ մասկա ունենայի կողքի ոսկու խանութը կմտնեի։ Հիմա սրանք են մասկային դրել, որ իրեն չճանաչեն, ու ուզում են մտնել ոսկու խանութ, մեր երկիր, որ թալանեն։ Իսկ ինչ արեցին Վանաձորի հետ։ Ձեզ եմ ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, նրա աշխատակազմի ղեկավար, հանրապետական պատգամավոր, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 20 տարում համայնքի բալանսից մասնավորին օտարված գույքի մի մասը։ Եվ այսպես, Բաթումի 1 հասցե, մանկապարտեզի շենք, Բաթումի 10, մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1, կոտորակ 4, մանկապարտեզ, Աճարյան 6, մանկապարտեզ, Ռուսթավի 3, մանկապարտեզ, Տիգրան Մեծ փողոց, մանկապարտեզ, Վանաձորում 400 երեխա մանկապարտեզի հերթի մեջ է։ Գրիգոր Լուսավորչի 45, Մշակույթի տուն, Աղայան 39, կոտորակ 2, Գուգարք կինոթատրոն, Ազատամարտիկների 25, Երևան կինոթատրոն, ամբողջը թվելու համար տասնյակ րոպեներ են հարկավոր, ժամանակը չի բավականացնի։ Վանաձորի Տիգրան Մեծ փողոցի մանկապարտեզի շենքը 2000-ականների կեսերին դարձրել են հանրապետական կուսակցության գրասենյակ։ Ճակատին փակցված է ցուցանակ, վրան գրված Հայաստանի հանրապետական կուսակցություն։ Ձեր ճակատին փակցնելու եմ ցուցանակ, վրան գրված Վանաձորի երեխաների մանկության գողեր։ Եվ դա անելու եմ այն բանից հետո, երբ շենքերը մեկ առ մեկ վերադարձվեն համայնքին, դատախազությունում քննվում են բոլոր 6 մանկապարտեզների գործերը։ Դատախազության ջանքերով Վանաձորին է վերադարձվել սպորտի պալատը, մարզի ամենամեծ մարզական կառույցը, երկաթուղայիների 32 կտոր արված այգու 6 կտորը դեռ։ Ինձ այդ քննարկումների արդյունքում վարձակալը համայնքին է վերադարձրել Վանաձորի քաղաքային լիճը հարակից ենթակառուցվածքներով։ Հիմնանորոգելու ենք տանք ձեզ։ Քաղաքում քայլելիս իմ աչքերը տեսնում են Վանաձոր, երբ իմ մտքում այլ քաղաք է։ Եվ մենք համառորեն իրական ենք դարձնում մեր մտապահած Վանաձորը։ Ինչպես, ինչ ենք արել։ 8 տարում իրականացվել է շուրջ 120 միլիոն դոլար արժեքով թվով 92 ծրագիր, 47 փողոցի հիմնանորոգում, 17 դպրոցի և 7 մանկապարտեզի կառուցում կամ հիմնանորոգում, 5 զբոսայգու բարեկարգում եւ այլն։ Վանաձորը ոտքի է կանգնում եւ դա տեսանելի փաստ է։ Ավելի քան 1 տարի ատամներով բռնած ավականու նիստը տապալում էին, երբ սեղանին դրված էր 1 տարվա համար 35 միլիոն դոլարի ծրագիր։ Վանաձորի զարգացումը տապալում էին նրանք, ովքեր ձեզնից քվե էին խնդրել, որ աշխատեն հանուն քաղաքի։ Ես խոստացել էի եւ ջարդել եմ Վանաձորի կոկորդից բռնած ատամները։ Ավականու նիստը կայացել է։ Եվ մարզկենտրոնը կունենա 45 ժամանակակից ավտոբուս գազելի փոխարեն։
42 հիմնանորոգված փողոց քար ու քանդի փոխարեն, 150 ասֆալտապատված բակ ցեխածածկի փոխարեն, 100 նոր վերելակ չգործողի վթարայինի փոխարեն, Հայքի, Թումանյանի, Կոմիտասի հրապարակների բարեկարգում, Մաթևոսյանի, Սայատնովայի անվան այգիների, քաղաքային լճերի հիմնանորոգում, ատրակցիոն պարկի հիմնում, հիմնանորոգման ենթակա վերջին 2 մանկապարտեզների հիմնանորոգում, լուսավորության համակարգերի, կոյուղագծերի անցկացում եւ այլն, մանկապարտեզները անվճար դարձրինք այդ նիստում, սրա դեմ էին պայքարում։ Եվ վերջում, ես դստերես ծննդյանը երկար եմ սպասել։ Վանաձոր տեղափոխվելուց հետո բաց եմ թողել նրա առաջին նախադասությունները, անպատասխան թողել նրա առաջին հարցերը։ Աղջիկս, վստահ եմ կդառնաս գիտակից եւ ինչ ես մեղադրի։ Իմ ու քո անվերադարձ բաց թողնված պահերը ես փոխարինել եմ ինձ համար անգին երազանքներով, իմ ու քո Վանաձորի, իմ ու քո Լոռու մարզի, իմ ու քո Հայաստանի համար։ Քո ծնվելուց 3 տարի անց ես քեզ Հայաստան եմ նվիրում, զարգացող ու խաղաղ Հայաստան։ Սիրելի քաղաքացի, հայցում ենք 5 տարի ժամանակ, արդեն խաղաղության պայմաններում, քանզի դառնում են մեր երազանքներն իրական, աշխատել է պետք, աշխատել ու կանգ չառնել, աշխատել ու չհոգնել, պայքարել ու հաղթել, հաղթել պետության համար, հաղթել հանուն պետության, հաղթել հանուն պետության, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, սիրում եմ բոլորիդ։ Սիրելի լոռեցիներ, կներեք, բայց ես մի հարցում ձեր մարզպետի հետ համաձայն չեմ։ Հունիսի 7-ին ժողովուրդը կալուգացուն կալուգայի տոմս չի առնելու։ Կալուգացին երազելու է կալուգայի տոմսի մասին եւ Հայաստանից փախնելու հնարավորություն չի ստանալու։ Նույնը վերաբերվում է պատերազմի եռագլուխ բանդայի մյուս 2 գլուխներին։ Ես հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ մի լավ հրաժեշտ է տվել Հունաստանի իր սիրած լողափին, որովհետև նա երկար տարիներ այնտեղ չոփիկ չի անելու։ Ես հույս ունեմ, որ Գագիկ Ծառուկյանը, ասենք թե համապատասխան, մի լավ գրկել եւ հրաժեշտ է տվել լորդերին եւ լորդուհիներին, որովհետև նա երկար ժամանակ նրանց չի տեսնելու։